Պարոն Արսենյան, երեք ոստիկանապետը հայտարարություն արեց Գագիկ Ծառուկյանի միջադեպի հետ կապված, ասելով, որ ոստիկանները շատ ճիշտ են արել եւ որ քայլելը օգտակար է առողջությանը։ Այդ արդի ձեր մեկնաբանությունը։ Որ արդի որ քայլելը օգտակար առողջությանը։ Կիսում եմ նմանատիպ մոտեցումը, որովհետև քայլելը, վազելը, սպորտով զբաղվելը օգտակար առողջություն։ Այսինքն դուք էլ եք համամիտ, որ ոստիկանները ճիշտ են արել փակելով Գագիկ Ծառուկյանի առաջը։ Ոստիկանները Գագիկ Ծառուկյանի առաջը չեն փակել։ Նմանատիպ միջադեպ, որի մասին թմկահարեցիքը բոլոր լրատվամիջոցներով Եղեռնի օրը համարում եմ, որ բանի դրսևորումը դա արդեն ծանծաղության դրսևորումը, մարդկային ծանծաղության, որտեղ Եղեռնի օրը զբաղված են մարդիկ նրանով, ինչ որ վերաբերում է հարգանքի թուրք մատուցել են մարդկանց, ովքեր որ զոհվել են, եւ ոչ թե ասենք մի հատ թեթև միջոցառման, կամ միջադեպի, որը որ համարում եմ միջադեպ է չի եղել, դարձնել, ասենց ասեմ, ինտերնետ ու կայքային լրատվական կայքերի սենսացիան։ Պարոն Արսենյան, նույն Գագիկ Ծառուկյանի խոսնակը Իվետա Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որ ոստիկանությունը պետք է պարզաբանում տա այդ Ես իմ կարծիքը ասեցի ընդհանրապես այդ միջադեպի հետ կապված եւ այդ օրվա խորհրդի հետ կապված։ Դա իմ անձնական տեսակետն է, որը որ ես պնդում եմ։ Այսինքն ձեր կարծիքով ոստիկանները իրենց որևէ ոստիկանները գտնվում են ոստիկանության գործառույթների շրջանակում, մենք էլ որպես մարդիկ որ գնացել ենք ծաղիկ դնելու Եղեռնի զոհերի հուշամարին գտնվում ենք մեր գործառույթների շրջանակում։ Ձեր կարծիքով ոստիկանապետի հայտարարությունը տեղին էր, որ ճիշտ է վարվել ոստիկանությունը։ Գուրգեն Արսենյանը իր տեսակետն է ասում, ոստիկանապետը իր տեսակետն է ասում։ Եվրոպայի, ասենք, Եվրոմիության գլխավոր քարտուղարը իր տեսակետն է ասում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ամեն մեկը իր տեսակետը ասել իրավունք է։ Փաստորեն հիմա Գագիկ Ծառուկյանը չի համարվում այլևս պաշտոնյա եւ նրա հանդեպ որոշակի միջոցներ են կիրառվում։ Ով Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է Հայաստանի ազգային ժողովի մեծության երկրորդ խմբակցության ղեկավարը։ Եթե դուք կարող եք գնահատական տակ։ Սակայն ոստիկանությունը նրան տարանջատում է մյուս պաշտոնյաներից փաստորեն։ Ոստիկանության ուղղակի ձեր հարցերը, եթե տարանջատման վերաբերյալ գրավոր կամ բանավոր հրահանգ կա, ցանկալի կլինի, որ ոստիկանությունն ասի դրա վերաբերյալ, թե ինչից է տարանջատում, երբ ու ոնց է նայում։